Անձնական կյանքում մենք փոքր-ինչ ավելի ներողամիտ ենք։ Լինելով սոցիալական արարածներ, մենք մեր հարազատների հավանության ու հիացմունքին արժանանալու կարիքն ունենք։ Մենք համարում ենք, որ ինքներս կոմպետենտ ու վստահելի մարդիկ ենք, եւ ցանկանում ենք, որ մեր անձնական սոցիալական միջավայրում մյուսները նույնպես մեզ այդպիսին տեսնեն։ Մենք բոլորս ուզում ենք, որ մեզ լուրջ ու հարգանքով վերաբերվեն։ Գործնականում սա նշանակում է հետևյալը. մենք չենք ցանկանում, որ մեզ հիմարի տեղ տնեն, ուստի երբեմն ձևացնում ենք, թե ավելի խելոք ենք, քան իրականում կանք։ Ժամանակի ընթացքում ինքներս ենք համոզվում դրանում։ Իհարկե, մի հիմնարար խնդիր էլ կա այստեղ, ոչ բոլորն են շատ խելացի։ Միասին ավելի ուշ կբացահայտենք, որ սեփական անսխալականության մեջ ամենից շատ վստահ են հենց այն մարդիկ, որոնք ամենից քիչ պատճառ ունեն այդպիսի ինքնավստահության։ Մասնագիտական միտքը դժվար է ճիշտ սահմանել։ Մասնագետին երբեմն շատ դժվար է տարբերել դիլետանտից։ Չնայած այդ ամենին, մենք պետք է կարողանանք տվյալ թեմայի հետ թռուցիկ ծանոթություն ունեցող մեկին տարանջատել այդ բնագավառում հստակ գիտելիքներ ունեցող մասնագետից։ Որևէ մեկը չի կարող ամեն ինչ իմանալ, եւ մասնագետները սա ամենից լավ են հասկանում, բայց կրթությունը, վերապատրաստումը, պրակտիկան, փորձը եւ այդ ոլորտում այլ մասնագետների շրջանում ճանաչված լինելը պետք է որ մեզ օգնի մասնագետներին տարանջատել մեր հասարակության մյուս անդամներից։ Պատճառներից մեկը, թե ինչու են մասնագետները եւ սովորական մահկանացուները հաճախ միմյանց խելագարության հասցրել, այն է, որ նրանք բոլորն էլ մարդ են, այսինքն նրանք բոլորն էլ նույնատիպ խնդիրների են բախվում, երբ փորձում են ընկալել ու մեկնաբանել որևէ տեղեկություն։ Նույնիսկ ամենակրթված մարդիկ կարող են պարզագույն սխալներ թույլ տալ իրենց դիտողություններում, մինչդեռ պակաս կրթություն ունեցողները հաճախ նույնիսկ անտեսում են սեփական մտավոր կարողությունների սահմանափակումները։ Ով էլ լինես, մասնագետ թե սովորական մարդ, ուղեղդ մեկ է, գործում է նույն կերպ։ Մենք լսում ենք այն, ինչ ուզում ենք լսել, եւ մենք մերժում ենք այն փաստերը, որոնք մեզ դուր չեն գալիս,